Բարի օր, հայրենակիցներ։ Այսօր մի շատ հետաքրքիր ծառատեսակ եմ ներկայացնելու, առաջարկելու եմ կիրառումը, ուրեմն շատ ամենակենսունակ ծառերից մեկն է։ Սա տնկիներն է, ես մի քանի հազար հատ կա, սա կոչվում է, անվանում է այս ծառի մակլյուրա նարնջագույն, սրա պտուղները շատերն են, ովքեր որ ծովափում եղել են, շատերն են տեսել խոշոր նարինջի չափ պտուղներ են, ու կեղծ պտուղ է կոչվում, որովհետև մանր պտուղները հավաքված են մեկ մեծ պտուղի մեջ։ Փշերն եմ ցույց տալիս։ Այս սրանք շատ ուժեղ փշեր են, եւ որն է այս ծառի առավելությունը, արտակարգ չորադիմացկուն, հասնում է մինչև 30-40 մետր բարձրության, բնի հաստությունը 80 սանտիմետր, երբեմն ավելի շատ, տրամագիծ է իհարկե։ Ուրեմն բացարձակ ոչ մի հողատեսակի չկա այդպիսի հողատեսակ, որ սա չաճի։ Եվ մի առավելություն ևս, ոչ մի անասուն չի կարող սա արածել։ Ես առաջարկում եմ օգտագործել այս ծառը աղբավայրերի 4 կողմը, աղբավայրերը 4 կողմից, ուրեմն ցանկապատի պես, որպես ցանկապատ, ստեղծելով սրա անտառը, շատ հետաքրքիր բույս է։ Կարող մի անգամ, կարևորը արմատները ուրեմն ամրացան, թեկուզ մի անգամ ջրելուց հետո, որոքումից հետո, սա կարող է հավերժ մնալ։ Շատ կենսունակ ծառ է, շատ, եւ ցրտադիմացկուն, եւ չորադիմացկուն, եւ հողի նկատմամբ, հողատեսքերի նկատմամբ ոչ պահանջկոտ, շատ լավ հատուկ պահպանող տարածքները, լինին դա գերեզմաններ, լինի աղբավայրեր, շատ տարածքներ կարելի է սրանցով եզրագծել, երկու շարքով, եթե դրվի, դա արդեն արտակարգ կլինի։ Այն նորից եմ ցույց տալիս սրա փշերը, մոտ սանտիմետր ու կես փշեր են եւ անասուն չի մոտենում սրանց։ Թթազգիների ընտանիքին է պատկանում։ Այսպես կարծում եմ, սա կհետաքրքրի քաղաքների, իշխանությունների, որտեղ որ ուրիշ ոչինչ չի կարող աճել, մակլյուրան կարող է արդյունք տալ, եւ շատ լավ արդյունք, այսքանը։